փոխվել է, բայց դեկորացիոնը դեռ կա։ Շփոթներն են լավ։ Ու ինչ շատ են։ Շատ են կանգնել։ Հիմա ես արդեն տանն եմ, ցույց կտամ ձեզ իմ կատարած գնումները, բայց մինչ այդ եկեք արագ մի բաժակ սուրճ խմենք, միասին սրճենք, ապա նոր ես ձեզ ցույց կտամ, թե ինչ եմ գնել։ Եկեք միասին պատրաստենք սուրճ, դուք ձեր տարբերակը, ես էլ իմ, ես կապուչինո եմ հիմա ուզում պատրաստել։ Առանց կաթի, բայց կատնային համ այդքան էլ չեմ սիրում, երբեմն լատե խմում եմ, բայց ապարատի սուրճի տեսակը, կապսուլաներով։ Վստահ եմ, որ դուք էլ ինձ հետ միասին պատրաստում եք ձեզ սուրճը։ Նշեք մեկնաբանություններում, թե դուք ինչ սուրճ խմեցիք, սև, կապուչինո, ամերիկանո, թե այլ տարբերակ։ Հիմա կասեք ինչքան թխվածք է սուտում, ասեմ, բայց որ այստեղի թխվածքները ամբողջովին մուսային է, խմորային շերտ ընդհանրապես չկա, եթե տեսնում եք, շոկոլադ է ու սպիտակ ու շոկոլադե մուս է, վրան էլ նորից շոկոլադ։ Սա այստեղի հարբած բալ թխվածքն է, բացարձակապես խմորային չէ։ Այս տեքստուրայով խմորեղենները շատ մեղմ են, փափուկ, յոգուրտային։ Հիմա ես ձեզ ցույց կտամ, որ համոզվեք եւս մեկ անգամ։ Տեսնում եք, ամբողջովին բացակայում է խմորի առկայությունը։ Այսքան բարակ հատվածը, այս չնչին խմոր է, սա ամբողջը մուս է, շոկոլադ է ու սպիտակ։ Շատ համեղ է։ Հիմա եկեք առանց ժամանակ կորցնելու նայենք իմ գնումները, ինչ գնումներ եմ ես այսօր կատարել, ինչքան ասում եմ ոչինչ չգնեմ, չի ստացվում, ոչինչ չի ստացվում, ես ոչինչ չեմ կարող ինձ հետ անել։ Մենք կանայք շոպագորիկ ենք, չէ, ինչ որ առումով, հենց մի լավ բան է պատահում, ուզում ենք գնել, բայց չէ։ Ես աշխատում եմ իհարկե կոնտրոլ անել եւ գնել միայն այն, ինչ ինձ պետք է տվյալ պահին։ Հետոյի մասին չեմ մտածում, որովհետեւ հետոն հետո է, հետո պարզ կլինի ինձ դա պետք է թե ոչ։ Ահա մի քանի գնումներ են, որոնք ես փորձեցի հանդերձարանում, կախիչի վրա արդեն ես զգում եմ իրը իմն է թե ոչ, նման զգացողություն ունեմ, ու տարա հանդերձարան փորձեցի, զգացի, որ իրոք իմն է, թե պետք միտք չունեի ոչինչ գնելու։ Ուրեմն սիրելիներ, ես ցույց կտամ կտրոնը նույնպես, որովհետև H&M-ի այս QR կոդերը չեն գործում, եթե պահում եք QR կոդի վրա, մտնում եք H&M-ի կայք, այսինքն տվյալ մոդելը չի բերում։ Իսկ անվանումով մենք նայեցինք այստեղ անվանումները կա։ Անվանումով կարող եք գտնել տվյալ արտիկուլը, եթե ձեզ հետաքրքրում է։ Ընդհանուր առմամբ վճարել եմ 70 եվրո, 108 եվրոյի փոխարեն, 48 եվրո զեղչվել է, այդքան էլ շատ չէին զեղչերը, 70% չկար, մաքսիմում 50 ամենամեծ զեղչը, սա էլ արդեն 5 եվրո է ընդհանրապես զեղչվել։ Այս գլխարկները շատ այս տարի նորաձև են, հիշեցի Բաղնիքը տանուշ ֆիլմի մեջ, որ դնում է ինչ է հերոսուհիները, նորից վերադարձել են այս գլխարկները, շատ պոպուլյար է դարձել, համարյա ոչ մի գլխարկ չէր մնացել, երկու հատ էր մնացել, մեկը սպիտակ ֆոնով ու նարնջագույն վագրային այդպիսի տեղ ինչ-որ էլեմենտներով, եւ սա ավելի ինձ դուր եկավ ու ավելի սազեց ինձ, երբ որ դրեցի։ Մտածում եմ, որ կդնեմ այս գլխարկը, հենց այնպես չեմ գնել։ Վագրային աքսեսուարներ սիրում եմ, ընդհանուր միգուցե վագրային
սպորտային համազգեստ, մուշտակ կամ ինչ-որ բլուզ, մեծ խոշոր կտորներով հագուստներ չկրեմ, բայց աքսեսուարների դեպքում սիրում եմ վագրային աքսեսուարներ։ Ուրեմն այս տաբաթը շատ խիտ կտորից դասական տաբաթ է, ամբողջ գոտկատեղի հատվածում դիմացից, հետևից տեղադրված է էլաստիկ այսպիսի ձգվող այդ ռեզինն է տեղադրված, կողքերը գրպան կա, հետևում այսպես երկու գրպան է, բայց ուղղակի դիզայնի համար է կարված, խորքային գրպաններ չեն։ Տակի հատվածը ուղիղ, ահա մոդելը այս տաբաթի, սա է, եթե գրեք, այս անվանումը կբերի ձեզ այդ տաբաթը, եթե ուզում եք օնլայն պատվիրել, թեպետ դժվար թե արդեն արկա լինի, եւ գլխարկի արտիկուլն է սա, եւ միանգամից ցույց տամ վերնահագուստի արտիկուլը, այս վերևինն է, մոդելը այսպես է կոչվում, եթե կայքի մեջ նշեք, անպայման կբերի այդ մոդելը, չնայած ես կտեղադրեմ կայքի լուսանկարները, անպայման կտեսնեք ինչ ձևով է ներկայացված, oversize է, եւ H&M-ը շատ մեծ է իրենց չափսերը առհասարակ, ու oversize-ն էլ է շատ մեծ, մենք փորձեցինք կայքով որոնել եւ փոխել M չափսը, բայց այնուհանդերձ չգտնվեց, դրա համար որոշեցի թողնել այս նույն չափսը, համենայն դեպս ինձ սազեց եւ ինձ մոդելը շատ դուր եկավ, ասեմ, որ H&M-ը պատկանում է նույն ընկերությանը, ինչը Կոսը։ Մենք գիտենք, որ Կոսը հայտնի է ամբողջ աշխարհում իր ձևվածքով եւ նրանով, որ չի խնայում կտորը։ Լեկալները Կոսի շատ լավն են, դրա համար ամբողջ աշխարհի fashion մարդիկ փորձում են գոնե ձեռք բերել վերարկուներ Կոսից։ Եվ քանի որ Կոսը պատկանում է ինչպես H&M այդ ընկերությանը, այս մոդելի վրա նույնպես կտորը խնայված չէ, oversize է, բայց բավականին մեծ oversize, բայց ինչը ինձ դուր եկավ, որ նախ կապիշոնը մորթին շատ փափուկ է, ինչպես նորկայի, բնական նորկայի այդպիսին է, թեպետ իմիտացիա է, բնական չէ, բայց արհեստական էլ կա, արհեստական էլ, տեսեք ինչքան փափուկ է։ Եվ այս պիսեցի իմիտացիան նույնպես շատ փափուկ է, ամբողջովին կոճկվում է մինչև վերջ այս շղթան ու շատ քիփլիկ է մնում այս բզի հատվածը, բացարձակ քամի չի թափանցում։ Ներսի հատվածը պոլիամիդ է, եթե պոլիամիդ է տաք է պահում, երբ որ կարծես բարձիկների տեսքով է լինում աստառը եւ պոլիամիդ, այ դա շատ տաք է պահում։ Իսկ եթե պոլիեստեր է, դա սառեցնում է, ուշադիր եղեք։ Այ այսպիսի ներսի հատվածով բարձիկների նման աստառները շատ տաք են պահում, դա ասում են բոլոր ոճաբանները ու դիզայներները եւ իսկապես շատ տաք է, երբ ես հագա։ Կողքի գրպանները այսպես թեք են եւ թևքերի հատվածը տեսեք, սա նույնպես կարեւոր է, որ այսպիսի մանշետներ լինեն, ոչ թե ուղղակի այսպես, երբ սովորաբար լինում է դուդուններինը, այդ թևքերի մասը նույնպես պետք է հերմետիկ փակվի եւ քամի չանցնի։ Եվ իհարկե կարևոր է նաև բաղադրությունը 70% պոլիամիդ է, 30% բամբակ, ասում եմ, երբ որ բնական նյութի արտադրություն է լինում։ Հիմա կախած ես ձեզ ցույց կտամ այս մոդելները, ինչպես նաև կտեղադրեմ լուսանկարները։ Ահա այսպես է կոչվում։ Վերևի հատվածը լրիվ հերմետիկ փակվում է, եթե անգամ կապիշոն էլ չդնեք, շարֆ էլ կարող եք չդնել, այսինքն շատ գլխարկ պարտադիր չէ ունենալ, լրիվ փակում է եւ գլխի հատվածը եւ վզի։ Այսպիսի ընդհանուր առմամբ այսպիսի տեսք ունի, կտեղադրեմ մոդելի լուսանկարները, բայց նաեւ կարելի է բացել, այսպես օձիքը դարձնել եւ ընդհանուր առմամբ կարելի է օձիքի մասը այնպես անել, ինչպես քեզ դուր է գալիս, տարբեր կերպերով է հնարավոր գրել։ Ահա այսպես, շատ հաճելի մոդել է, տակ կարևորը կարճ միշտ չէ, որ երկարը հարմար է լինում հագնել, երկար երկու մոդել ունեմ, ձմեռային վերնահագուստ, կարճ մեկը, բայց առանց կապիշոնի ու բաց գույներն է,
Դրա համար որոշեցի սա կապիշոնով էր ու գույնն էլ մուգ էր, այս տարբերակից չունեի, դրա համար որոշեցի վերցնել։ Սա է շալվարիկը, կլասիկ, նաև casual ոճի շալվարիկ է, որովհետև տեսնում եք լրիվ ուղիղ չէ։ Կարելի է համադրել ինչպես դասական հագուստների հետ, այնպես էլ casual։ Կկրեմ եւ իմ կիսամուշտակի հետ այս գույնի դարչնագույն եւ այս վերնահագուստի հետ միաժամանակ գույնը համապատասխանում է եւ լավ կնայրի կարծում եմ միասին։